Սուր շնչառական վարակներով 296 անձ հոսպիտալացված է, գրեթե 93%-ը մինչև 18 տարեկաններ են, հունվարի 13-ի տվյալներն են, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը սակայն ցածր է 2.3 անգամ։ Տարվա սկզբի երկրորդ շաբաթում սուր շնչառական վարակով դիմել է 3988 պացիենտ, որոնց գրեթե 68%-ը կազմում են 0-14 տարեկան երեխաները։ Ինչ վերաբերվում է նշված շաբաթվա նախորդ շաբաթվա համեմատ մենք մի փոքր ակտիվություն ունենք, կարելի է ասել, սակայն նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի համեմատ ցածր ենք մոտ 1.8 անգամ։ Թոքաբորբով 315 անձ է հոսպիտալացված, որոնց գրեթե 49%-ը մինչև 18 տարեկաններ են։ Նախորդ տարվա համեմատ ցուցանիշը ցածր է 1.7 անգամ։ Համեմատենք սեզոնի սկզբի հետ, մենք ոնց որ սկսեցինք, այսպես ունեցանք ակտիվություն, որից հետո մի փոքր նվազեց, որը համահունչ է սեզոնին, եւ մենք կարող ենք ունենալ այսպես բարձրացումներ, աճ, հետո նվազումներ, կապված սուր շնչառական վարակներով շրջանառության, բնության մեջ, ինչպես նաեւ ազգաբնակչության դիմելիությամբ, ժամանակին դիմելիությամբ բժշկին։ Ներկայում հիվանդացության ակտիվությունը մեր երկրում ցածր է։ Հիվանդանոցային ծանրաբեռնվածությունը բավականին թեթև է, այսինքն չունենք նախորդ տարիների պատկերը, երբ որ գերլցված էին հիվանդանոցները, մահճակալային ֆոնդը հազիվ էր բավականացնում, հիմա բավականին ավելի հանգիստ է եւ սա պայմանավորված է տարբեր գործոններով, հստակ իհարկե մեկ պատճառ դժվար է նշել։ Ըստ մասնագետի, հոկտեմբեր-նոյեմբերին ակտիվություն էր նկատվել, սակայն բարդությունների թիվը քիչ էր։ Եվ սա կարող է պայմանավորված լինել ինչպես տվյալ տարին շրջանառող վիրուսի տեսակով, այնպես էլ նաև միգուցե մարդիկ ավելի շատ դիմում էին իրենց առաջնային օղակներին բուժօգնություն ստանում, ավելի հարմարվել են միգուցե արդեն եւ ամեն դեպքում չի որ ցկտում են հիվանդանոցային բուժօգնություն ստանալ։ Ինչպես նաև դեր ուներ, որ այս տարի շատ ավելի շատ է գրիպի դեմ պատվաստումը կիրառվել, ինչը որ ունի կանխարգելիչ դեր եւ կանխում է հենց բարդությունները առավելապես։ Մասնագետները հորդորում են զգոն լինել, ժամանակին դիմել բժշկի, չզբաղվել ինքնաբուժմամբ, իրականացնել կանխարգելիչ միջոցառումներ, քանի որ վարակների սեզոնը դեռ շարունակվում է։ Լիանա Խաչատուրյան, Ժիրայր Հաբետյան, լուրեր։